Հանուն որ վաղաշապատի համար ընտրեցիք պարոն Հարությունյան։ Հանուն հզոր վաղաշապատի։ Մինչ այս հզոր չէր, հա։ Վաղաշապատի ինքը կառուցել, ստեղծել։ Այո, իհարկե։ Պարոն Հարությունյան, երբ որ Պարոն Հարությունյան, երբ որ դուք ընտրվեք համայնքապետ, եկեղեցու դեմ արշավանքների մասով ձեր դիրքորոշումն ինչպիսին է լինելու։ Օրինակ, որ ձեզ դիմեն, ասեն թույլ տվեք, օրինակ Գանք վեհարանը գրավենք, միտինգ անենք վեհարանի դեմ, դուք որպես քաղաքապետ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Մայր Հայաստան կուսակցությունը սատարում է հայ առաքելական եկեղեցուն եւ մենք կանգնած ենք եկեղեցու կողքով։ Պարոն Հարությունյան, բայց այսօր իշխանությունները այսպես ընտրությունները պայքարում են նաև այս եկեղեցու դեպքի վրա։ Մենք մենք կտեսնենք մարդիկ մեզ կգնան ձայն կտան ու դա եւս մեզ երաշխիք կտա եւս մեկ անգամ, որ եկեղեցու դեմ է կատարվողում մարդիկ մեզ հետ համաձայն են։ Այսինքն եթե ստացվի այնպես որ ԿՊ-ն հաղթի, սա նաև ներկայացնելու են համաձայնություն որպես եկեղեցի։ Ուրեմն տեսեք, ասեմ, մենք Մայր Հայաստան կուսակցությունով վաղաշապատ խոշորացված համայնքում արել ենք ստորագրահավաք, աջակցություն հայ առաքելական եկեղեցու եւ բնակչության 90% եւ ավելին կանգնած է եկեղեցու կողքով։ Դե բայց սա ընտրություններ։ Եթե հավաք լինի, ամեն դեպքում չեք արտոնի։ Իհարկե ոչ։ Որ սկսեն ձեր դեմ օրինակ ինչ-որ ճնշումներ բանաստալ այդ դեպքում։ Քրեական գործ։ Նկատի ունեմ գիտակցում եք, չէ՞, տեսեք ոնց է, գիտակցելով ենք գնացել ամեն ինչին, այսօր որ մասնակցում ենք վաղաշապատ խոշորացված համայնքի դրություններին, միանշանակ մենք գիտակցելով ենք գնացել եւ չենք սատարում նրանց, ովքեր որ պիտի հարձակում կատարեն հայ առաքելական եկեղեցու դեմ։ Այսինքն պատրաստ եք նաև նրան, որ եթե ընտրվեք ձեր նկատմամբ մենք միշտ մեր հայ առաքելական եկեղեցու կողքն ենք, անկախ ամեն ինչից, անկախ ձեր նշած գործընթացից, չգիտեմ ինչից։ Մենք սատարում ենք մեր եկեղեցուն։ Անկախ նրանից կաթողիկոսը զավակ ունի, չունի, այդ մեղադրանքները կհաստատվեն, չեն հաստատվի։ Ժողովուրդ, անկախ նրանից, ով ինչ ունի, չունի, մենք մեր եկեղեցու կողքը կանգնած ենք։ Ես չեմ կարծում, որ պետք է ինչ-որ անձնական նայել այդ հարցը։ Պարոն Հարությունյան, միգուցե հարցը պետք է ներողություն առաջին ասացիք կապված կոալիցիայի հետ կապված, դուք ընդդիմադիր որ դաշտի հետ եք պատրաստ, որ ուժերի հետ եք պատրաստ կոալիցիա կազմել։ Մենք նշել ենք այն ուժերը, որոնք իրականում ընդդիմադիր են, մենք պատրաստ ենք, չենք բացառում մեր Օրինակ Գյումրիում տևական քննարկում եղավ, չգիտեմ, հա, ի վերջո ընդդիմությունը հիմնել ասում են ստիպված ձայնը տվեցին, եթե չտայինք ասելու էին չենք տալիս։ Այ կա ուժ, որին անվերապահ որի հետ անվերապահ կգործակցեք։ ընդդիմության մեջ չէ, առայժմ չունենք նմանատիպ ուժ, որ այսպես ասած անվերապահորեն մենք չունենք նմանատիպ։ Չունեք, բայց դիտարկում եք որ կունենանք, թե չունեք ու չեք ունենա։ Ընդհանուր ընդդիմությանը մի ուժ է սպահին, այսպես ասած, այն ուժերը, որոնք որ իրականում ընդդիմադիր են, մենք նորից եմ շեշտում, չենք բացառում մեր համագործակցությունը։ Անուն է, պարոն Հարությունյան։ Ժողովուրդ, այդ ամենի մասին մի քանոր ուժ։ Իսկ եթե այդ փնտրտուքի մեջ իրացիա չկարողանա կողմնորոշվել հնարավոր է, ընդդիմությունը տապալի թեկոս իշխանությունը վերցնել է, եթե միասնական ուժերով հնարավորություն ունենա առավել ձայներ ունենալ, սակայն փնտրտուքը չստացվի, ու ստիպված կպնդառնալ իշխանությունը։ Մենք բոլորս գնում ենք ընտրության եւ ունենք մի նպատակ։ Իսկ ձեր ասածը ես բացառում եմ, որ մենք չկարողանանք ինչ-որ համաձայնություն։ Իսկ նախընտրական քարոզչության ընթացքում հնարավոր խախտումներ, ճնշումներ նկատել եք եւ այսօր արդեն ձեր վստահված անձիկ ինչ են հաղորդում շտաբերի տեղամասերից խախտումներ կան։ Ես ճիշտ ասած հələ չեմ գնացել մեր շտաբ, իսկ մեր մոտ այստեղ առայժմ այտենց ընտրախախտումներ չեն արձանագրվել։ Բայց կարծում Իսկ նախընտրական քարոզչության ընթացքում Պասիվը չեմ կարող ասել, պասիվ է թե չէ, օրը նոր է բացվել, ցույց կտա ժամանակը։